Փայտագործ, կահույքագործ Նորայր Ավագյանը 2020-ի սեպտեմբերի 27-ին իր աշխատավայրում էր, որտեղ ռադիոյով լսեց. պատերազմ է սկսվել։ Մի օր առաջ, որ գնացել էի կամավորագրվեի, մի հատ տղայի հետ ծանոթացա ու ոնց որ ճաշի ժամին զանգ ստացա իրանից, որ հիմա մենք Աբովյան պայմանական արդեն զինկոմիսարիատի մոտ երաշտական դպրոցների կտեղափոխվել։ Այնտեղ ավտոբուսի մեջ նստած սա պետք է շարժվենք։ Սա խնդրեցի, որ հնարավորինս չափով ավտոբուսը պահի, հիմա գալիս է, կռիվերի մեջ ընթանում, էլի ասեցին, որ տեղը չէի գտնում, գնամ, չգնամ, ոնց անեմ, ինչ անեմ ու տենց այդ զանգը ոնց որ ինձ օգնեց։ Ժամերի ընթացքում սկսեցին հայտնել հայկական կողմից զոհերի անուններ եւ Նորայրը որոշեց գնալ Արցախ։ Կամավորագրվելու մասին ընտանիքին եւ աշխատավայրում չէր ասել, տեղյակ էր միայն հորեղբոր որդին։ Պատմեի, որ կարող է տենց բան լինի, իսկ թվարդի դա ինչ-որ սենց սարսափիլ, բայց իրականում ինձ համար մի քիչ շատ ավելի թեթև տարած, շատ ավելի սառնասիրտ էր այդ ամեն բան, բայց հետո ես արդեն այդ ամեն ինչի մի քիչ սենց ասեմ խորը գիտակցում գնահատում ավելի ցավը մեծա լինում։ Թիկունքում այդ ժամանակ այլ հոգեվիճակ էր, այնտեղ հաղթում էին, իսկ պատերազմի դաշտում արդեն այլ իրավիճակ էր տիրում։ Ամեն ինչ տեսնում էին շատ պարզ եւ անորոշություն նրանց համար չկար այնտեղ։ Գիտենք, որ մեկը լինելու է պատերազմական, այսինքն պատերազմները ոչ մի անգամ նամանդումները ոչ մի անգամ չեր էլ վերջացել։ Սե պատրաստ լինենք բժշկական առաջին օգնություն սկսած մարտավարականով, իսկ ամենից առաջինը սիրելով։ Մենք չսիրեցինք մեր հողը, մեկս մյուսիս կարողացան բաժանեն, որ այնտեղ Արցախը ուրիշ է, արցախցիները ուրիշ են, դա մերը չի։ Պատերազմում հաղթելու համար միայն ոգին քիչ էր։ Նրա խոսքով չպարտվելու համար մի քանի հանգամանք կարող էր օգնել։ Ինչը մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում։ Գիտեք ոնց է, մենակ զենք վերցնելով չի զինվոր լինելը։ Շուշիի համար ընթացող մարտերում Նորայրը ստացավ վիրավորում։ Հիմա ամբասալյակի միջոցով է տեղաշարժվում։ Նրա մոտ հայի ու հայկականի պահպանման իր տեսլականն է ձևավորվել։ Տանեկից արհեստանոց են ստեղծել, որոշել է շարունակել իր գործը։ Հայկական սիմվոլիկան որոշել է կիրառել փայտագործության մեջ։ Որ մենք ապագայում ունենանք հաղթանակներ, այդ ամեն ինչի համար նույն ձևի պետք է մեր ինքնությունը պահպանենք։ Իսկ ես սրա միջոցով նույնպես ուզում եմ հենց այս փայտամշակման միջոցով ինչ որ մի նման մի տար մտցնեմ այդ ամեն ինչի մեջ, ինչը որ մերն է, հայկականը ու հայերենը։